Մեր եկեղեցին հիմա շատ դժվարին բարդ ժամանակաշրջանի մեջ է եւ առաջին դեպքը չի պատմության 1700-ամյա պատմության ընթացքում բազմաթիվ նման իրավիճակների միջով է անցել, բայց շատ ավելի սարսափելի է, երբ որ այդ իրավիճակը ստեղծվել է սեփական երկրի իշխանությունների կողմից հրահրված եւ այն իրավիճակը, որը որ ստիպում է մեզ բոլորիս ավելի շատ համախմբվել մեր առաքելական Սուրբ եկեղեցու վեհափառ հայրապետի եւ հատկապես մեր բոլոր գերեվարված սրբազանների եւ հոգեվորականների շուրջ։ Ես նաեւ ուզում եմ ասել, որ ըստ էության մեր եկեղեցին մեր արյան գույնն է, մեր ժողովրդի եւ մեր ամբողջ մշակույթը, ինչով մենք հպարտանում ենք, դա հենց վանական մշակույթն է եւ մենք ուղղակի պիտի երախտապարտ լինենք եւ ամեն գնով պաշտպանենք եւ խրախուսենք, նույնիսկ օգնենք, որպեսզի այդ ընթացքը շարունակվի։ Առանց հայ առաքելական եկեղեցու աշխարհի որևէ երկրում հայ մարդը չի կարող ապրել։ Եվ հենց այդ պատճառով որտեղ էլ որ լինում է հայ մարդը, միշտ համախմբվում են, փոքրիկ մի մատուռ են կառուցում, փոքրիկ մի դպրոց, որ իրենց երեխաները հայերեն սովորեն։ Սա մի այնպիսի գենետիկ հիշողություն է եւ այնպիսի մի անբացատրելի ժառանգություն է, որ մենք ունենք, մեր ազգը ունի, որ ուղղակի հնարավոր չէ ջնջել եւ դա կպաշտպանվի եւ կհարատեվի, հուսով եմ այս արհավիրքն էլ շուտով կհաղթահարի մեր ժողովուրդը եւ մեր եկեղեցին նորից կհավաքի իր հոտը իր մայր տաճարում։